Ունենք ցածր ռիսկի խմբի հղիներ, դա հղիներն են, որոնք միջին ռեպրոդուկտիվ տարիքի են, ոչ պատանի առաջնահղի են, ոչ հասակավոր առաջնահղի են, ունեն բնական ճանապարհով ստացված հղիություն, առանց բարդացած գինեկոլոգիական անամնեզի, առանց անպտղության պատմության, առանց սոմատիկ խնդիրների, դա այն խումբն է, որոնք չունեն առողջական խնդիրներ, այսպես ասեմ, եւ այդ դեպքում հղիությունը վարվում է, ընթանում է, երևի դա նկատի ունեք բնականon, ունենք ցանկ հետազոտությունների, որոնք կատարվում են պարտադիր բոլոր հղիներին, դա առաջի երամսյակի սկրինինգ հետազոտությունն է, որի մասին ես կուզենայի հետո ավելի մանրամասը խոսենք, դա կլինիկոլաբորատոր հետազոտություններն են, Վահանաձև գեղձի հետազոտությունն է պարտադիր մտնում, երկրորդ երամսյակի էխոսկոպիկ սկրինինգ հետազոտությունն է, որի ժամանակ գնահատվում է պտղի զարգացումը, օրգան համակարգի զարգացումը, դրա մեջ մտնում է երկրորդ կեսի ռուտին հետազոտությունները, որի մեջ մտնում են ընդհանուր արյան հետազոտությունները, քսուկները, մեզի հետազոտությունները, կոագուլոգրաման, մակարդելիությունը, լյարդի ֆունկցիան, պարտադիր մտնում է բոլոր հղիների համար գլյուկոզ տոլերանտ տեստը, դա շաքարային ծանրաբեռնվածության տեստն է, որը կատարվում է գեստացիոն շաքարային դիաբետի հավանականությունը բաց չթողնել, գլյուկոզայի տոլերանտության խանգարումները բաց չթողնել, որպեսզի հետո չունենալ ավելի լուրջ բարդություններ։ Պարտադիր հետազոտությունների մեջ մտնում է 35-ից 36 շաբաթականում բետա-գեմոլիզիկ ստրեպտոկոկի խմբի բակ անալիզը պարտադիր, նորից մեզի արյան անալիզ, էխոսկոպիկ հետազոտություններ եւ պտղի կարդիոտոկոգրամաները սկսված 32-33 շաբաթականից։ Դա այն հետազոտություններն են պարտադիր, որոնք արվում են բոլոր հղիներին, հարակից մասնագետներից պարտադիր թերապևտի զննումն է, ատամնաբուժի զննումն է, էկոգենը, կրծքագեղձերի սոնոգրաֆիան է, իսկ երբ որ կինը ինքը արդեն բարձր ռիսկի խմբի է, կախված նրանից թե ինչ խնդիրներ ունի, ավելի մեծանում է հետազոտությունների ծավալը, ավելի հաճախակի են դառնում հետազոտությունները եւ ավելի քիչ ուղղվածությունը ուսումնասիրությունների ուրիշ է։ Ցածր ռիսկի խմբի հղիները սովորաբար դեղորայքի կարիք չեն զգում, անցնում են, մենք իրանց խորհուրդ ենք տալիս առողջ ապրելակերպ, սպորտային մարզումներ, քայլ, իսկ երբ որ կինը բարձր ռիսկի խմբի է, մենք արդեն ունենում ենք դեղորայքի կարիք, շատ ժամանակ պահպանողական ռեժիմով են կանայք անցկացնում իրենց հղիությունները, երբեմն բացառում ենք նագրոսկաները ֆիզիկական, սպորտային, դա արդեն կախված է թե կինը ինչ խնդիրներ ունի։ Մենք ունենում ենք ոչ թե դաշտան, աղջիկներին կանանց թվում է, որ իրենց մոտ սկսվում է դաշտան, ոչ, դա իմպլանտացիոն արյուն կարող է լինի, երբ որ պտղաձուն արդեն բեղմնավորված ինքը նիդացվում է արգանդի, իմպլանտացվում է արգանդի լորձաթաղանթի մեջ, մենք կարող ենք ունենալ ռեակցիա իմպլանտացիոն արյան տեսքով, որը չի համարվում դաշտանային ցիկլ։ Եվ արյունային արտադրություն կարող լինի, երբ որ կինը ունի սպառնացող վիժում, գեմատոմաների առաջացման, որը լինում է պատճառ արյունային արտադրության։ Եվ մյուս պատճառը կարելի չլինի գեմատոմա, բայց լինի ցածր ընկերք, ցածր խորոն, որը ծածկի ներքինողը եւ ունենան կանայք արյունային արտադրություն։ Դա չի համարվում դաշտան, դա պետք է արդեն փնտրել ինչ պաթոլոգիա է։ Առաջի երամսյակի սկրինինգը կարևոր է նրանով, որ մենք անցկացնելով ճիշտ սկրինինգ ունենում ենք տվյալներ պտղի զարգացման մասին, քրոմոսոմային անոմալիաների մասին, մենք ունենք ռիսկ
խրոմոսոմային անոմալիա, որի մեջ մտնում է Դաունի համախտանիշը, Էդվարդսի համախտանիշը, Պատաուի համախտանիշը։ Բացի դրանից հաշվարկվում են վաղաժամ ծննդաբերության ռիսկը, պտղի ներարգանդային աճի հապաղման ռիսկը, պրեկլամպսիայի զարգացման ռիսկը։ Այդ ամեն ինչը մեզ օգնում է նրանով, որ նախ եթե կինը ունենում է ռիսկ խրոմոսոմային անոմալիաներով, արդեն մենք գնում ենք երկրորդ քայլի։ Եթե ռիսկը միջին է, կատարվում է NIPT տեստը, հիմա լայն կիրառում ունի, դա ոչ ինվազիվ պրենատալ տեստավորումն է, որը կատարվում է արյան քննության միջոցով, բայց ուզում եմ շեշտեմ, որ դա էլ է սկրինինգային տեստ։ Եթե սկրինինգը բարձր է, մենք արդեն գնում ենք ինվազիվ տեստի։ Դա 12-13 շաբաթականում խորոնի բիոպսիան է կամ 16 շաբաթականից հետո ամնիոցենտեզը, երբ որ վերցվում է արդեն ինվազիվ միջամտության արդյունքում կամ խորոնի թավիկներ կամ պտղաջուր եւ կատարվում է ավելի մանրամասը հետազոտություն պտղի կարիոտիպի կամ եւ մենք արդեն վերջնական այդ դեպքում ստանում ենք պտղի քրոմոսոմների մասին ամբողջական ինֆորմացիա եւ այդ դեպքում արդեն 100% կարող ենք իմանալ պտուղը խնդիր ունի քրոմոսոմային թե ոչ։ Երկրորդ սկրինինգ հետազոտությունը ինքը կատարվում է 20-22 շաբաթ հղիության ժամանակ, դա երկրորդ ուլտրաձայնային հետազոտությունն է, որի ժամանակ ավելի մանրամասը ուսումնասիրվում է պտղի անատոմիական զարգացումը, դա նյարդային խողովակն է, սիրտը, գլխուղեղը, բոլոր այդ օրգան համակարգը պտղի, ավելի մանրամասը դա երկրորդ սկրինինգն է եւ երրորդ պարտադիր էխոսկոպիան դա 35-36 շաբաթականն է, երբ որ գնահատվում է պտղի բիոֆիզիկ պրոֆիլը, որի մեջ մտնում է պտղի սրտի աշխատանքը, դիրքդրությունը, պտղաջրերի քանակը, ընկերքի վիճակը, պտղի շարժումների քանակը, այդ ամեն ինչը գնահատվում է եւ հաշվարկվում է բիոֆիզիկ պրոֆիլը։ Դոպլեր հետազոտությունը չի համարվում պարտադիր հետազոտություն եւ ինքը արվում է ըստ ցուցումների։ Ցուցումներն են, երբ որ ունենք պտղի աճի դանդաղում, երբ որ ունենք բարձր ճնշում, երբ որ ունենք սակավաջրություն կամ երբ որ ունենք բարդացած մանկաբարձական անամնեզ։ Ինչ վերաբերում է սեռական հարաբերությանը, հղիության ընթացքում մենք չունենք ոչ մի արգելող, այսպես ասած, տվյալ, որ մենք եթե կինը բարձր ռիսկի հղի չի, խմբի հղի չի։ Սեռական հարաբերությունը սովորաբար եթե կինը նորմալ տանում է հղիությունը, թողվում է զույգի հայացողության, եթե դա իրանց տհաճություն, կնոջը տհաճություն չի պատճառում, ցավ չունի, ինչ որ արտառոց խնդիրներ չունի։ Եթե կինը ունի խնդիր, արյունային արտադրություն, սպառնացող վաղաժամ ծննդաբերություն, առաջադիր ընկերք, այդ դեպքում արգելվում է սեռական հարաբերությունը։ Նապի տեղադրումը վերաբերվում է հղիության պլանավորման կոնտրացեպցիայի մեթոդներից մեկն է համարվում եւ շատ բարձր արդյունավետությամբ։ Նա 99%-ով պաշտպանում է հղիությունից, իսկ մենք գիտենք, որ 100% ոչ մի մեթոդ չի պաշտպանում հղիությունից եւ եթե գրագետ է տեղադրվում ճիշտ հետազոտություններից հետո կինը չունի բորբոքումներ, չունի խնդիրներ, ապա ոչ մի խնդիր սովորաբար չի առաջացնում եւ նապը հեռացնելուց հետո մենք արդեն ցանկացած ժամկետում խորհուրդ ենք տալիս, որ կարա կինը հղիանա։ Շատ ենք հանդիպում հիմա, որ կինը գնում է ուղակի ուլտրաձայնային հետազոտության եւ հեմատոմա է իրանց մոտ դիագնոզվում, հա, բուժումը հեմատոմայի կախված է
կլինիկայից, եթե կինը չունի գանգատ, չունի արյունային արտադրություն, չունի ցավ, չունի սպառնացող վիժման վտանգ, վիճակ սպառնացող վիժում չունի, այդ դեպքում ավելի նոր դեղորայքի նշանակում չի խրախուսվում։ Ես շատ կուզեի խոսեի այդ հարցի շուրջ, որովհետև շատ ենք մենք հանդիպում կներեք на всякий случай նշանակած դեղորայքի, որը ընդունելի չի։ Ամեն դեպքում պետք է հասկանալ, ինչքան էլ դա հղիության ընթացքում թույլ տվող դեղորայք է, դեղորայքը ունի իր հակացությունները եւ ունի իր կողմնակի էֆեկտները եւ չի կարելի հրապուրվել դեղորայքով։ Գեմատոմաները պետք է բուժվեն, եթե նրանք ռեալ վտանգ են առաջացնում, եթե ունեն արյունահոսություն, եթե ունեն գանգատ։ 21-րդ դարի ակտուալ խնդիրներից է ճարպակալման խնդիրը, բարձր քաշի խնդիրը, ոչ միայն ընդհանուր ազգաբնակչության շրջանակներում, այլ նաև հղիների մոտ շատ ենք մենք հանդիպում ավելնորդ քաշով, ճարպակալումով հղիներին։ Իհարկե դա կարա առաջացնի խնդիրներ, որտեղ մենք գիտենք, որ դա նյութափոխանակության խանգարում է, հղիների մոտ կարա լինի պատճառ հետագայում եւ զարկերակային գերճնշման զարգացման եւ գեստացիոն շաքարային դիաբետի առաջացման եւ մետաբոլիկ համախտանիշի առաջացման եւ սպառնացող վաղաժամ ծննդաբերության կանանց ով ունի ավելնորդ քաշ խորհուրդ ենք տալիս ճիշտ սնունդ, մենք որ ասում ենք դիետա, բոլորը հասկանում են, որ դա երևի սովաբուժությունն է, չէ։ Դիետա նշանակում է առողջ սնունդ, գրագետ սնվել, միանշանակ դժվար է վերականգնվել կեսարյան հատումից հետո։ Չմոռանանք, որ կեսարյան հատումը ամեն դեպքում ինքը ճիշտ է, ծննդալուծման մեթոդ է, բայց ինքը վիրահատություն է, որովայնահատում է եւ ունի իր ցուցումները եւ հակացությունները։ Ոչ մի դեպքում կեսարյան հատում իմ անձնական կարծիքն է եւ իմ փորձն է թույլ տալիս, որ ես դա ասեմ, չի կարելի անել ուղղակի կեսարյան հատում, որը որ շատ մի պահ ուրախացվում էր ամբողջ աշխարհում, հիմա բոլորն են հետ կանգնում եւ շատ աշխատանքներ են տարվում կեսարյան հատումների տոկոսի նվազեցմանը, ասեմ ձեզ դա կարելի է ասել կատաստրոֆա է մանկաբարձության մեջ, երբ որ արդեն համարյա 50% են կեսարյան հատումները, երկրներ կան մինչև 70-80%։ Շատ են բարդությունները կեսարյան հատումից հետո հաջորդ հղիությունների ժամանակ բարձրանում է ռիսկը առաջադիր ընկերքների սերտաճման, արյունահոսությունների, բարձրանում է անպտղության տոկոսը կեսարյաններից հետո մենք ունենք 20% անպտղություններ անհայտ պատճառը, երբ որ ոչ մի պատճառ կինոստոգում ամեն ինչ նորմալ է, բայց երկրորդ հղիությունը չի ստացվում պլանավորել։ Կեսարյան հատումից հետո դա որովայնահատում է, որ վերականգնումը ավելի դժվար է անցնում, քան որ բնական ծննդաբերությունից հետո։ Գիտեք, չի կարող կինը ընդհանրապես ցավ չզգա էպիդուրալ ազգայացումից հետո։ Մենք դա պետք չի շփոթել սպինալ ազգայացման հետ, որի ժամանակ այո կինը ցավ չի զգում եւ բոլոր միջամտությունները, կեսարյան հատումները, վիրահատությունները կատարվում է սպինալ ազգայությամբ։ Էպիդուրալ ազգայացման ժամանակ ինքը զգում է գծկանքները, ուղղակի իրանք տենց ցավոտ չեն, բայց կինը չի կարա անջատվի ծննդաբերության process-ից, ինքը պետք է զգա, որ կարողանա ճիշտ ծննդաբերի, ճիշտ մասնակցի եւ չմոռանանք, որ երկրորդ շրջանը, արտամաղման շրջանը ինքը հենց կնոջ մասնակցությամբ, հա, երբ որ միանում են նաև կնոջ պրեսի մկանները, հա, եւ այդ սկսվում են ճիգերը, դա կնոջ մասնակցությամբ, հա, ինքը պետք է զգա այդ ամեն ինչ, որ կարողանա լույս աշխարհ բերի, հա, մանկիկին։
հղիները հղիության ընթացքում անցնում են մայրության դպրոց, որտեղ իրանց բացատրվում է, որտեղ իրանք սովորում են կրծքով կերակրվել, այդուհետև ծննդաբերությունից հետո հենց առաջի օրը կրծքով մասնագետը իրանց բացատրում է, ոնց կերակրեն, պետք է ճիշտ մոտեցնել կրծքի, որ ճաքերը չառաջանան եւ կարողանան լավ կերակրել։ Ցավոք սրտի շատ պաթոլոգիաներ հիմա կան ու աճում են պաթոլոգիաները, դա կախված է եւ սխալ սնուցումից, թեր սնուցումից եւ էկոլոգիայի փոփոխությունից եւ շատ տարածված են հիմա ինֆեկցիաները, վիրուսները եւ չմոռանանք, որ հիմա մենք շատ հղիներ ունենք քրոնիկ հիվանդություններով, որոնց ուղղակի առաջ թույլ չէր տրվում հղիություն։ Դա շաքարային դիաբետով հղիներն են, դա երիկամների խնդիրներով, սրտի պաթոլոգիաներով, երբ որ դա առաջ իրանց համար ճակատագրական էր կանանց համար, որ եթե դու ունես տվյալ առողջական խնդիրը դու չես կարող մայրանաս, փառք Աստծո հիմա տեխնոլոգիաները այնքան են զարգացել, որ մենք կարողանում ենք անկավ քաղցկեղ ունեցող կանանց, որոնք ստանում են քիմիոթերապիա, իրանց ուրախացնենք եւ պատճառենք մայրության այդ բերկրանքը